Ջերմագին ողջուններս մեր բոլոր հայրենակիցներին, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Շատ ուրախ եմ բարեկամներ ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Այսօրվա պատրաստելիք ուտեստը հագանիների շարքից է, բայց օգտագործելու ենք ինչ։ Արաքս թռչնաֆաբրիկայի կիսաֆաբրիկատ աղացված հավի միս եւ ունենալու ենք նաեւ դանդուր, կորկոտ, սխտոր ընկույզ, մածուն, ձու, համեմունքները օգտագործելու ենք աղ, պղպեղ եւ աշխարհի ամենաընդունված, ամենակարևոր համեմունքը պատրաստողի սերը եւ հոգու ջերմությունը։ Շատ հարմար է այս կիսաֆաբրիկատը օգտագործել, բարեկամներ, ասեմ։ Ավելացնում ենք կորկոտ, կանաչիներ մի քիչ հաջողակին, ասպրամ, սամիտ եւ քարաուս կամ մարվանդակ, ինչպես նշում ենք, նշեմ, որ կիսաֆաբրիկատը ունի աղ, այսինքն այս աղացված միսը ունի նաև համեմված է աղով։ Խառնում ենք։ Ստացանք միատար զանգված։ Տապակը տաքացնում ենք, ժառայուղը պարտադիր դաղում ենք։ Գդալը թրջելով, այսպես, գտալով հիմա կվերցնենք մենք այս խճողակը և տապակը տաքացանից հետո տեղադրենք, սկսենք տապակել խճողակը։ Կարծում եք հաշվել էինք, ոչ, չէինք հաշվել, բայց ճիշտ հաշվար կարեցինք, ամբողջ մակերեսը ծածկվեց, մեզ հիմա հարկավոր է շրջել զգուշությամբ, մինչ կտապակվի, մենք պատրաստենք այն, ինչից պատրաստելու ենք թանձրուկը։ Թանձրուկ պատրաստելու ենք մածունից, քամած մածուն, ջրով բացում ենք մի քիչ, դնենք մի կողմ, պատրաստենք համեմունքը, մեզ քաջածանոթ արդեն, սխտոր, ընկույզ և համեմունքներ։ Միասին այսպես ճզմենք, արագ պատրաստենք նաև համեմունքը,
Օգտագործելու ենք համեմ, համքեղ, մաղադանոս, սամիտ, աղ, պղպեղ և համեմի սերմ խառնում ենք, ավելացնում ենք մածունին, մածունի մեջ ջարդում ենք մեկ հատ ձու, ձու խառնում ենք, օգտագործում ենք նաև մեր բնության հրաշքներից ևս մեկը, դանդուռ։ Մի քիչ ջուր ենք ավելացնում հիմա։ Ծածկում ենք դանդուռով։ Եվ ավելացնում ենք մածունից պատրաստված սոուսը։ Ծածկում ենք կափարիչը և մեզանից կպահանջվի 4-ից 5 րոպե։ Ուտեստն արդեն պատրաստ է։ Ահա, վերջ բարեկամներ, վերջ, պատրաստ է մեր ուտեստը, նախապատրաստենք ափսեն, ինչի մեջ պիտի մատուցենք, տակը լավաշ, օգնականս հուշում է հացերի հաց լավաշ, ոչ թե լավաշ, լավ, թող այդպես լինի, հացերի հացը, ահա, ու բուրմունքը ես կբացատրեմ, տեսքը դուք տեսեք, կարծում եմ ամեն ինչ ներդաշնակ է։ Դանդուռով և աղացված հավի մսով հագանի։ Օգտագործեցինք դանդուռ, հավի միս, աղացված, Արաքս թռչնաֆաբրիկայի բնականաբար կիսաֆաբրիկատները, օգտագործեցինք քամած մածուն, ձու, սխտոր ընկույզ կանաչիների տեսականի, օգտագործեցինք անխնա մեր սերը և հոգու ջերմությունը և ստացվեց ահա այսպիսի մի ուտեստ, ժառայուղն էլ ձեզ նվեր, հացերի հացը լավաշ, չոր լավաշ, շորացված, տապակված լավաշը, Խնդրեմ բարեկամներ, դանդուռով հագանին պատրաստ է։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կարծում եմ շատ լավ էր։ Ուզում եմ, որ միշտ ձեր սեղանին լինի ազգային ավանդական ուտեստներ, ուզում եմ, որ դուք միշտ հպարտանաք ձեր ուտեստներով։ Ուտեստը հիմնական ուտեստ է, մատուցում է 65-ից 70 աստիճան ջերմությամբ և պետք է ճաշակել սպիտակ, անապակ, բերդաշեն տեսակի գինով։ Ուզում եմ, որ միշտ հանդիպենք, այդ հանդիպումները թող լինեն միշտ արդյունավետ, իսկ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք էլ ավելի առողջ, էլ ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Հագանի, հավի միս 500 գրամ, դանդուռ 10 գրամ, կորկոտ 100 գրամ, սխտոր 1 բջեղ, ընկույզ 20 գրամ, մածուն 150 միլիգրամ, ձու 1 հատ, ասպրամ, սամիտ, մարվանդակ, աղ, պղպեղ, բարեախորժակ։